Ամսի 28-ին մենք կտեսնենք այդ պարադը։ Բայց խնդրում եմ մեր ժողովուրդը շատ մեծ ուշադրություն դարձնի մի կարևոր փաստի։ Զենք գնելը դա դեռ չի նշանակում նպատակային այդ զենքը օգտագործելը։ Ամեն առաջնորդ չի կարողանում նպատակային ընդհանրապես այս ռազմական գործընթացները կազմակերպել։ Ուզում եմ այստեղ նաև ընդգծել, որ մենք խաղալիքի խանութում չենք, ավտոյիկներով եւ տանկերով խաղալու եւ ցույց տալու, թե ում տանկն է մեծ, ում տանկն է փոքր։ Այդ ռազմական պարադը ղեկավարելու է պարտված կապիտուլյանտ առաջնորդ եւ իր կողքը կանգնելու է նույն ձևի կապիտուլյանտ պաշտպանության նախարար, որոնք որ պարտվել են պատերազմը եւ իրենց իրավունք են վերապահում, ասել, որ մեր ժողովուրդը չի կռվել, հայերը չեն կռվել, բա ինչի են սախ, ինչի չեք մեռել։ Այդ երկու անձիկ ղեկավարելու են ամսի 28-ի պարադը։ Այդ շոուն արվում է եւս մեկ անգամ նախընտրական որպես մանիպուլյացիա, թե այդ զենքերն ու սպառազինությունը ինչ են արվելու եւ ինչի համար են գնվել, արդյոք այդ մեկ օրվա համար են բերեն, որ ցույց տան այդ սպառազինությունը եւ հետո թե ինչ են անելու չգիտենք։ Այդ հարցի շուրջ թող մեր հայրենակիցները մտածեն։